Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Վիրտուս փաստաբանական եւ հաշվապահական գրասենյակի հիմնադիր Երեմ Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Դուք մասնակցում եք փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդեսին, համաժողովին եւ պանելային քննարկումներին։ Ինչպիսին է ձեր տպավորությունը։ Տպավորությունս բավականին դրական է։ Ես կարծում եմ, որ նման միջոցառումները պետք է հաճախ լինեն, թեկուզ տարեկան կտրվածքով, որովհետև ինքը ավելի շատ ես կարծում եմ ներկայացուցչական բնույթ է կրում եւ օրինակ եթե ես մեր գրասենյակի մասով փորձեմ ասել, անկեղծից ասեմ, ներհայաստանյան շուկայում այնպես չի, որ մենք այստեղ փորձել ենք հաճախորդի հետ կապված ինչ-որ հարց ունենանք, այսինքն դրա կարիքը որպես այդպեսին չկա, բայց ես կարծում եմ, որ սա փաստաբանների պալատի ներկայացուցչական հեղինակային հարցն է, որ պետքա պարտադիր ճիշտ ձևով բոլորը ներկայանան եւ սա ավելի շատ կարծում եմ պետքա ուղղված լինի նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների, այսինքն դրսի գործընկերներին, որոնք որ ներհայաստանյան շուկային այդքան լավ չեն տիրապետում, որովհետեւ մենք փոքր բնակչություն ունեցող երկիր ենք եւ այստեղ ավելի շատ անձնական կապերով է փաստաբանական ծառայությունների մատուցումը ընտրությունը կատարվում, բայց երբ որ խոսքը գնում է արդեն օրինակ Էմիրություններ, Ռուսաստան կամ այլ երկրների հետ կապված քաղաքացիների, տնտեսվարողներին, կարծում եմ այս էքսպոները նրանց համար բավականին ինֆորմատիվ բնույթ է կրում, չնայած որ ստեղի համար է, որովհետեւ ես տեսնում եմ, որ հայկական շուկայում բնույթը այդպեսին է, այստեղ անձին են ճանաչում, կազմակերպությանը որոշակի առումով նաև էլի ճանաչում են, բայց իրենք թիրախային գիտեն ում են դիմելու, որովհետև ես չեմ կարծում, որ լուրջ կազմակերպությունները օրինակ այստեղ էքսպոյով պետքա գան, որպեսզի գտնեն, էլի փաստաբանական ընկերությանը, բայց դրսի համար պետքա պարտադիր ներկայացուցչական լինի եւ կազմակերպվածության բնույթը ինքը բավականին շատ հաջող տեսքով տեղի ունեցավ եւ ես կարծում եմ յուրաքանչյուր գրասենյակ պետք է այնքան բարձր ձևով փորձի ներկանա, որպեսզի հետագայի համար նաև դրսի ընկերությունները տեսնեն այն ուժը, որը ունի փաստաբանների պալատը եւ առանձին կազմակերպությունները, փաստաբանական գրասենյակները։ Ցուցահանդեսին որ տաղավարի ներքո ինչ ձևաչափով եք ներկայանում այցելուներին եւ հասցրել եք արդյոք արդեն անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել։ Տաղավարի համարը 16-ն է, այո, հասցրել ենք 3 բավականին հոսք կար եւ տարբեր ուղղություններով անվճար խորհրդատվություններ եղան հենց տաղավարի մոտ, այսինքն քրեական, քաղաքացիական, աշխատանքային իրավունք, հողային օրենսդրության հետ կապված հարցեր կային եւ քանի որ մեր գրասենյակը մասնագիտացած է բոլոր ուղղություններով, այդ թվում հաշվապահական, վարչական եւ այլն, որ ամբողջ սպեկտրով կարողանում ենք այդ ծառայությունը մատուցել, բայց բացի այն, որ տաղավարի մոտ էր խորհրդատվությունը, այսօր նաեւ գրանցված մեր աշխատակիցները կոնկրետ ժամի նաեւ պետք է անվճար խորհրդատվություն մատուցեն, քիչ հետո նաեւ դա տեղի կունենա։ Պարոն Սարգսյան, որքան տարիների պատմություն ունի գրասենյակը, կայացման եւ զարգացման մասին մի փոքր կխոսեք։ Դե սկիզբը սկսվել է 2011 թվականից 11 թվականից ես սկսել եմ փաստաբանությունը, հիմնադրել եմ Երեմ Սարգսյան փաստաբանական գրասենյակը եւ դրանով սկսվել է մեր աշխատանքային ուղին, որից հետո աստիճանաբար իմ փորձի եւ սկզբունքների ներդրման արդյունքում թիմը աստիճանաբար ընդլայնվել է։ Սկզբնական փուլում հիմնականում քրեական ուղղություններով եւ աստիճանաբար նաեւ ուղղությունները զարգացնելով մենք հետագայում որոշեցինք, որ ավելի շատ պետք է վերաբրենդինգ իրականացնենք եւ այդ վերաբրենդավորման արդյունքում որոշեցինք ստեղծել հենց Virtus Law Group հաշվապահական փաստաբանական գրասենյակը։ Նպատակը ինչու՞ է կայանում։ Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացի, ֆիզիկական անձ թե կազմակերպություն, երբ որ մտնի մեր գրասենյակ եւ որևէ խնդիր ունենա, ինքը պետք է ամբողջական սպառիչ պաշտպանվածություն ունենա, այսինքն չպետք է գա քաղաքացիական հարցով մեր մոտ պարզվի, որ ունի քրեական կոմպոնենտ եւ գնա ուրիշտեղ քրեական մասնագետ փնտրի կամ հակառակը քրեական գործերով գա եւ լինում է որ հաճախ վարչական բնույթի խնդիրներ կան, ապօրինի գույքի բռնագրավման հետ կապված հարցեր կան։ Ես կարծում եմ որ տեղում պետք է համակարգային ինքը բոլոր լուծումները ստանա եւ հիմա մենք դրել ենք այդ մեխանիզմը Օրինակ ընկերությունների սպասարկումներ իրականացնելուց բիզնեսի հետ կապված բիզնես ընկերությունները մեզ դիմելով իրենք ստանում են ամբողջական հաշվապահական ծառայություններ, իրավական ամբողջական սպասարկում եւ նաեւ քանի որ բիզնես ընկերությունների համար ավելի շատ քաղաքացիական, վարչական, կորպորատիվ բնույթն է կարեւոր, բայց հաճախ նաեւ լինում է որ քրեական տարրն է առաջանում եւ իրենք ամբողջական պաշտպանվածություն ունեն։ Վստահությունը կա գործընկերային աշխատում ենք եւ ցանկացած հարցի դեպքում ինքը գիտի որ այս գրասենյակից դուրս կարող է չգա։ Եվ ես կարծում եմ, որ օրինակ բիզնեսի մասով
պետք է իրենք բիզնես գործունեությամբ զբաղվեն, այսինքն բյուրոկրատական քաշքշուկների մեջ չընկնեն, իրավական հարցերով, հաշվապահական խնդիրների մեջ չընկնեն, ինքը իմանա, որ կա պրոֆեսիոնալ թիմ, հաշվապահական եւ իրավական, հանձնում է այդ խնդիրները մեր գրասենյակին եւ ինքը զբաղվում է կոնկրետ բիզնես գործունեությամբ։ Այս մշակույթն է, որ մենք ներդրել ենք եւ բարձր շեմ ենք դրել այս հարցում, որպեսզի լիարժեք կարողանանք պրոֆեսիոնալ մատուցենք, փառքաստու բավականին հաջող կերպով ստացվում։ Վստահաբար հանրության վստահությունը եւս բարձր է ձեր գրասենյակի մասով, ես կարող եմ հանգիստ այդ մասին խոսել։ Դրան զուգահեռ բազմապրոֆիլ իրականացնում եք ամենատարբեր ոլորտների իրավաբանական օգնություններ, ունեք հնարավորություն օրինակ նախատեսած այն քաղաքացիների համար, ովքեր հանրային պաշտպանի գրասենյակի շահառուներ չեն, բայց միաժամանակ նաեւ անվճար իրավաբանական խորհրդատվության կամ օգնության անհրաժեշտություն են ունենում, կարող են հստակ իմանալ, որ կարող են ինչ-որ պահի դիմել ձեր գրասենյակին եւ ունենալ իրավաբանական աջակցություն։ Միանշանակ կարող են իմանալ եւ մենք դա վաղուց իրականացնում ենք։ Իհարկե դրա մասին չենք բարձրաձայնում, որովհետեւ դրա կարիքը չկա, բայց հաճախ լինում է, որ հենց քաղաքացիները դիմում են, այստեղ շատ կարևոր է նաեւ խնդրի բնույթը։ Այսինքն բնականաբար խիստ ծանրաբեռնվածություն ունենք եւ չեն կարող մեծ մասշտաբների նման բարեգործական ակցիաներ անել, բայց երբ որ տեսնում ենք, որ իրականում խնդիրը բավականին լուրջ է եւ քաղաքացին իրոք ֆինանսական միջոցներ չունի, մենք այդ հարցով օժանդակում ենք։ Լինում են դեպքեր, որ առաջի փուլի համար քաղաքացին մեզ դիմում է, ունի որոշակի հնարավորություններ, բայց լինում է, որ փուլերը զարգանում են, հաջորդ փուլի համար ֆինանսական միջոց չունի, մենք ընդառաջում ենք եւ այդտեղ էլ շատ։ Այսինքն եթե մենք գործը սկսել ենք, մենք երբեք կազմակերպությանը քաղաքացու միայնակ չենք թողում, քանի դեռ ինքը չի որոշել, որ օրինակի համար այդքանով ավարտում է։ Մենք կանգնում ենք քաղաքացու կողքին, անձի կազմակերպության կողքին եւ միջև վերջ մեր ուժերի ներածով պաշտպանություն իրականացնում ենք։ Հենց կարծում եմ հաջողության գրավական է այստեղ, եւ տարիների ընթացքում ձևավորված այս վստահությունը, որ մենք կոնկրետ հավատարմություն ենք դրսևորում։ Իսկ հավատարմությունը քաղաքացու այս մեր շահառուների համար սկզբունքային նշանակություն ունի, որովհետև բավականին նուրբ հարցեր են շոշափում մեր հետ, եւ այդ նուրբ հարցերը լիարժեք վստահության դիմում է, հասկանում է, որ հետագայում ինքը արդեն պաշտպանված է, որևէ տեղ չի ունենա հավատարմության խնդիր։ Հաջորդը պատասխանատվությունը պրոֆեսիոնալ մակարդակն է։ Այս առումով այո, մենք ունենք նաև քաղաքացիների անվճար սպասարկումներ, բավականին զեղչային համակարգով սպասարկումներ, սա արդեն ընթացիկ գործունեության ժամանակ երևում է, թե կոնկրետ լինում են դեպքեր, որ ունեն մարդիկ հնարավորություն, բայց փորձում են առիթից օգտվում։ Մենք նաև դա ենք գնահատում, հաճախ նույնիսկ հանրային պաշտպանի գրասենյակի հետ կապված էլ այդ խնդիրը առաջանում, որ ուղղակի չեն ուզում գումար ծախսեն, ուզում են անվճար լինի, այդ ամեն ինչը մենք բալանսավորում ենք, բայց ունենք ունենք հետեւյալը, օրինակ բազմաթիվ ուսանողների հետ կապված պրակտիկաներ ունենք։ Մենք ամեն տարի մի քանի հոգի առնվազն պրակտիկաներով անցնում են եւ մեր փորձը փոխանցում ենք։ Նույնիսկ մենք ունենք հենց հիմա աշխատակից, որը որ իր նախաձեռնությամբ դիմել է մեզ ուսանող ժամանակահատվածում, ասենց համարձակություն է դրսևորել դիմել է մեզ, արդյոք հնարավոր է գա պրակտիկա եւ հետագայում աշխատանքի։ Այդ համարձակությունը գնահատել ենք, թույլ ենք տվել եկել է որոշակի ժամանակ փորձաշրջանացում տեսել ենք, որ ունի համապատասխան պոտենցիալ եւ հիմա ինքը կոնկրետ մեր աշխատակիցն է։ Նույնիսկ ուսումը չավարտած վիճակում արդեն աշխատակից է եւ բնականաբար հիմա ավելի մեծ հնարավորություններով առաջ է գնում։ Այսինքն այդ բոլոր հնարավորությունները կա, բայց պետք է նաեւ համապատասխանեն մեր գրասենյակի պահանջներին, որովհետեւ բավականին բարձր շեմ ենք սահմանել, որպեսզի լիարժեք պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցենք։ Շնորհակալություն, մաղթում եմ ձեզ գեղեցիկ եւ արդյունավետ օր։ Շատ շնորհակալ եմ նաեւ ձեզ։